Արագություն, էներգիա, կյանքի ոչ մի վայրկյանը չանցկացնել անիմաստ, մեծ սեր դեպի բնությունը, առողջ երիտասարդություն, ծերանալ ոչ, նրանք երբեք չեն ծերանում, այլ անցնում են երկար ու արժեքավոր ճանապարհ, միշտ պատրաստ են լինելու առաջինը եւ իհարկե միշտ հաղթում են, նրանք էքստրեմալներն են։ Ովքեր են էքստրեմալները, ինչ տեսակի կենդանի են նրանք, այս հարցի պատասխանը հաստատ արժե իմանալ, քանի որ նրանց տեսակը էքստրաորդինար է։ Իմաստուններից մեկն ասել է, վճարիր ցանկացած գին էքստրաորդինար մարդկանց հետ շփվելու համար։ Ով չի եղել լեռներում, ով չի լսել գայլերին, ով չի շնչել օդայս, մեզ երբեք չի հասկանա։ Էքստրիմը ինքը հնարավորինի սահմանները ընդլայնող հասկացություն է ու ինքը ցույց է տալիս, որ մարդը կարող ամեն ինչ։ Ոչ թե սովորական մարդ է, նաև սահմանափակ հնարավորություններով մարդ է։ Մարդ ով իծն է թույլ է եղել, մարդ ով իծն է վախկոտ է եղել ու ինքը հաղթահարել է։ Իմ կարծիքով նման մարդիկ են հենց առաջինը սովորում ճիշտ արձագանքել, պանիկայի չենթարկվել, քանի որ մենք փոքր ազգ ենք ու բազմաթիվ թշնամիներով ենք շրջապատված, մեր բոլորի մեջ այդ ամենը գոնե մի քիչ պիտի նստած լինի։ Գիտեք ինչ, առաջին հայացքից էքստրեմալ սպորտազրույցները շատ վտանգավոր են։ Բայց այդպես կարծում են մարդիկ, ովքեր ծանոթ չեն նախ, հետո իրանք սիրում են пассив կենցաղավարում, այսինքն ապրում են пассив կյանքով կենցաղային, որը շատ ըպիրում հոգնեցուցիչ է։ Էքստրեմալ հոգեվիճակ ունեցող, էքստրեմալ իրավիճակների ձգտող մի քիչ խենթ մարդն է, երազող մարդն է, որը սիրում է հետաքրքրություններ, ինքը որոնում հետաքրքրություններ, իր համար ստեղծում հետաքրքրություններ եւ ինչ չէ նաեւ փորձություններ է հաղթահարում։ Քո հետքերով նոր ճանապարհ, քո խոսքերով ճշմարտություն, մեր սեր այս ազգին պայքար, որ կծնի ազատություն ու սեր, արդարություն անձտվեր եւ իրական հույսեր։ Չի ցամաքի ոչ մի աղբյուր, ոչ մի ծաղիկ չի թառամի, ոչ մի մանուկեր չի թաղծի, քանզի խենթեր են ապրելու, իսկ գողեն չենա, մեզ հետ կենաց չի խմելու։ Մեր երիտասարդությունը այսօրով շատ է տարված նույն կոմպյուտերային խաղերով, նույն ինչ-որ նստակյաց կյանքով, մարդիկ չեն սիրում ինչ-որ ակտիվ կյանք վարել, ինչ-որ հետաքրքրություններ իրենց ձեռք բերել, դա շատ ցավալի է։ Եթե իմանայիր, որքան եմ լաց եղել ես, օրինալուց հետո, որքան եմ քեզ փնտրել, եթե ավակեին, իմ բոլոր արցունքները։ Այս միջավայրում մարդը չի գնում դեգրադացիայի, այ գնում է ավելի բարձր արժեքների ձևավորում։ Շնորհիվ սպորտի, շնորհիվ էքստրեմալ սպորտաձևերի, օրինակ մեր պարագայում, կարող ենք ցույց տալ, որ կա ավելի վեհ բաներ, քան ցածրորակությունը, որ տիրում է այսօր հասարակությունը։ Դայվերներն ասում են, եթե հոսանքները հզոր ընթացք են ստանում, ջուրը բոլորին քշում է անհայտ ուղղությամբ։ Իրավիճակը անդառնալի է լինում, երբ այլևս հնարավոր չէ ասել, դե լավ, անցած լինի։ Մենք դեռ ունենք ժամանակ ասելու անցած լինի, բայց պետք է հասկանալ, իրադարձությունները հզոր ընթացք են ստացել, շտապել է պետք։ Մեր երիտասարդներին շուտով ջուրը անհայտ ուղղությամբ կքշի, իսկ մինչ այդ Կյանքան իմաստ է, երբ դու չգիտես այն ապրել, գորերը անիմաստ է, երբ քեզ լռություն է պատել, քո հույսը քո թևերն են, որ քեզ փորձում են փրկել, արձակի դու քո մտքերը, որ քեզ շատ են տանջել, սա ազատությունն է, որին դու շատ ես սպասել։
կոչ եմ անում բոլոր երիտասարդներին զբաղվել սպորտով, մասնավորապես էքստրեմալ սպորտաձևերով, որոնք որ առողջ ապրելակերպ են ապահովում երիտասարդությանը, բարձրացնում են ոգին։ Լեռնագնացություն դա միայն պրակտիկ սարեր բարձրանալ չէ։ Դու բավականին շատ տեսական գիտելիքներ պետք է ունես քեզ ինչպես պահել, որ իրավիճակում ինչպես քեզ դրսևորել, որ այնուհետև քեզ մասնագետները թույլ տան բարձրանալ լեռներ։ Նույնիսկ տեխնիկապես պատրաստված շատերը այդ վերջի մոմենտի վրա խնդիրների վրա խմբից դուրս են թռնում, որովհետև խումբը չի տանում էգոիստներին, որոնք փորձում են նեղ այդ ծանր վիճակում ծածկոցը քաշել իրենց վրա։ Թե ոչ չի տրտնջում ու չի բողոքում, թե որ մռայլ է ու ջղայն, բայց քայլում, իսկ երբ ընկալ լեռներից տնքում էր, բայց քեզ պահում, ուրեմն վստահի նրան ինչպես քեզ, որտեղ նրանց են լեռներ տանում։ Այս ամեն ինչը պատահական չի, նախ որպես մարդ հետաքրքրվում եմ եւ երկրորդը նաեւ որպես արվեստի մարդ, որովհետեւ հնարավոր է որ ինչ հանգամանքներում այս ամեն ինչը գուցեև պետք է իմ մասնագիտության մեջ։ Նույն դեպքերս շարունակում ես ավելի լիարժեք զգալ։ Կարողանում ես Արա դե ուր դուք բռնեմ որպրթե։ Այս քարը ոտրվում է։ Բայց ոտերս ձեռներս դողում են։ Չէ։ Առաջին հայացքից էքստրեմալ սպորտազևերը շատ վտանգավոր են, բայց փորձը ցույց է տվել, որ այդ ոլորտերում զբաղվողները, որոնք քիչ թե շատ սկսում են արհեստավարժ դառնալ, շատ ավելի անվտանգ է այդ ամեն ինչը, քան կենցաղային սովորական ապրելակերպը, որտեղ կարա տարբեր տեսակի պատահարների արդյունքում մարդիկ ավելի շատ վնաս կրեն, ավելի շատ զոհվեն կամ չգիտեմ ինչ խնդիրներ ունենան, քան էքստրեմալ սպորտազևերով զբաղվողները, որոնք ավելի ճգուն են, ավելի դիմացկուն են, ավելի կամային մեծ հատկանիշներ են ձեռք բերում։ Տվյալ պարագայում այս ժայռի խնդիրն է, որ ինքը լավ մշակած չի ու փշրվող քարեր է։ Այսինքն ռիսկի չափը ավելի բարձր է, էքստրեմը ավելի մեծ է, քանի որ հնարավոր է դու քարից բռնես ու ինքը պոկվի ու դու ներքև ընկնես ուղղակի։ Հնարավոր ազատանգման դեպքում դու գլխով խփես ու սաղավարտը շատ հիանալի պահում է, որտեվ գիտեք, մարդու ամենակարևոր համակարգը ուղեղն է, գլուխն է։ Կարա ձեռքը ջարդվի մարդը սաղ մնա, բայց կարա գլուխը ջարդվի ու ուղեղի բարդ խնդիրներ ունի ու սաղ չմնա։ Սիրահարներ,
ահա թե ինչ կարա լինի ժայռերից, մագլցելուց միշտ եղեք ուշադիր, որ նման դեպքեր չպատահի, որտեղ այս դեպքում պարան ուղղակի անհուսալի է։ Ընդհանրապես նման ակումբները paintball-ի, strike-ball-ի, այսինքն ակումբներ, որոնք նմանակում են ռազմական գործողությունները, որոնք պատերազմական որոշակի դրվագային խաղարկումներ են իրancs մեջ ներառում, իրանք շատ կարևոր են, իրանք լրացուցիչ ռեսուրս են, որովհետեւ ասենք սերունդը, երիտասարդությունը մոտիկից ծանոթանա իրավիճակին, մարտական գործողությունների նմանակմանը եւ այլն, ինչը շատ կարևոր ռեսուրս է պետության համար։ Paintball խաղ, որ տարբերվում է իրական պատերազմից միայն նրանով, որ իրական զոհեր չեն լինում։ Այստեղ կրակում են գունավոր ներկերով լցված գնդերով, բայց չմտածեք, որ սա մանկական խաղ է։ Իրականում հարվածը լինում է բավականին ուժեղ օդի ճնշման տակ։ Ձեր կարծիքով որքանով է այս խաղը մոտեցված ինչ որ չափով չեմ ասում լիովի ռազմական վիճակի։ Ռեալին շատ մոտիկ է բավականին ու ասենք մեր զինվորականների համար շատ լավ փորձություն է սա, որպեսզի գան, ստեղ պարապեն եւ հասկանան ինչ է իրենց ներկայացնում։ Կարևորը պրոֆեսիոնալ զինվորականների համար։ Պրոֆեսիոնալ զինվորական, ես ասեմ, Ռուսաստանում օրինակ պրոֆեսիոնալ զինվորականները գնում են եւ ասենց խաղերին մասնակցում են։ Շատերը կնայեն ու կասեն, ինչպիսի հիմարություն, հարյուրավոր հասուն, հիմնականում խելացի եւ կայացած մարդիկ կռիվ են խաղում։ Նրանք հաստատ դաժան մանկություն են ունեցել։ Բայց paintball-ը արդեն 20 տարի է գերել է ողջ աշխարհը։ Ի տարբերություն Հայաստանի, ուր paintball-ը դեռ նորածին է, Ռուսաստանում եւ աշխարհի մյուս երկրներում այն արդեն մեծ ու իրական բանակներ ունեցող ուժ է։ Խաղում են բոլորը, անկախ մասնագիտությունից եւ տարիքից, խաղում են ամենուր։ Մի խաղի ժամանակ մասնակիցների թիվը կարող է հասնել հազարների։ Այս դեպքում կարելի է ասել խաղում են ոչ թե թիմեր, այլ զորքեր։ Հսկայական անտառային տարածքներ ծառայում են որպես paintball-ի մարտադաշտ, գծվում են ռազմական քարտեզներ։ Ասեմ, որ շատ հաճախ վերականգնվում են նաև պատմական իրադարձությունները։ Օրինակ հիմա դուք դիտում եք երկրորդ համաշխարհային պատերազմում տեղի ունեցած մարտերից մեկը։ Нас оставалось только трое из 18 ребят. Как много их друзей хороших лежать осталось в темноте у незнакомого поселка на безымянной высоте. У незнакомого поселка на безымянной высоте. Strike-ball-ը ինքը իրանով առաջին հերթին միավորում է մարդկանց, քանի որ թմային խաղի հենց իմաստը կարում է նրանում, որպեսզի կարողանան իրենք իրար հասկանալ թեկուզ կես հայացքից կես բառից։ Բացի դրանից տարբեր տակտիկաների մշակում, տարբեր սցենարները բերում են նրան, որ մարդիկ ավելի լավ են իրար հասկանում, ավելի լավ են ճանաչում։ Կարող ենք ասել, որ strike-ball-ի միջոցով մեր երիտասարդները, պատանիները կարող են նախապատրաստվել բանակային կյանքին եւ ավելի հեշտ դիմակայել ռազմական փուլին իրենց կյանքի։ Այո, միանշանակ մենք հենց այդ նպատակներից մեկը նաեւ դա է, քանի որ երիտասարդները ստեղ սովորում են խաղալ թիմային, լսել հրամանատարին, ունենալ որոշակի ստրատեգիաներ, պահել մեկը մյուսի թիկունքը եւ շարժվել առաջ, կրակել ու ընդհանրապես այն մասնակիցների համար այս խաղը ով սիրում է էքստրիմ, սիրում է վազել, թռնել, կրակել, թիմային խաղ ու թիմային ոգի։ Ես նաև լսել եմ, որ ԱՄՆ-ում զինվորականները իրենց պարտադիր ծառայությունից հետո իրենց մարզումները շարունակում են strike-ball-ով։ Մասնագիտական, պրոֆեսիոնալ մարզումները, դա այդպես է թե ոչ։
Ուրեմն առհասարակ սթրայքբոլի կամ էյրսոֆթի նպատակը դա բանակի մարտունակության պահպանումն է, նույնիսկ զինվորների մոտ ժամկետային զինծառայումից հետո։ Այսինքն պրոֆեսիոնալ զինվորականները մարզվում են սթրայքբոլի միջոցով։ Այո, քանի որ սթրայքբոլում գրեթե ամեն ինչ մոտիկացված է մաքսիմալ իրական պատերազմական վիճակին։ Բոլորիս համար գաղտնիք չէ, որ պատանիները շատ հետաքրքրված են համակարգչային խաղերով ու հիմնականում ռազմական բնույթի խաղերով, ինչը մի կողմից վնասակար է առողջությանը, որովհետև ժամեր շարունակ անցկացնում են համակարգչի մոտ, մյուս կողմից վնասում է նաև, որ իրենց դասերն են բաց թողում։ Կարող ենք ասել, որ մի քանի ժամ այստեղ իրական կյանքում սթրայքբոլ խաղալը կարող է լիովին փոխարինել այդ մղումը դեպի համակարգչային խաղեր։ Արմինե ջան, կարող եմ ասել, որ մեր մասնակիցների շրջանում արդեն կան վիրտուալ խաղերով հետաքրքրված ու իրանց մրցույթներին մասնակցող ու բարձր տեղեր գրաված մասնակիցներ, որոնք հետաքրքրված են սթրայքբոլով ու պատրաստում են իրենց ընկերներին եւս ներգրավել սթրայքբոլի մեջ, որտեղ այստեղ վիրտուալից բացի ինչն է տարբերությունը, այստեղ կա ֆիզիկական պատրաստվածություն, հա, այստեղ վազում են կոնկրետ ու զարգացում են իրենց ֆիզիկական պատրաստվածությունն են բարձրացնում։ Իսկ վիրտուալ չեմպիոնները կյանքում այստեղ ձեզ մոտ չեմպիոն լինում են, թե չէ։ Ոչ։ Ինչ է տալիս մարդուն ընդհանրապես սպորտը եւ ինչ է կարծում արդյոք մարդու մոտ ու հեծանիվը համարվում է նաեւ էքստրեմալ սպորտաձև, հա, բնավորության վրա ինչ որ փոփոխություն, ազդեցություն ունենում է թե չէ մարդու, կյանքում օգնում է թե ոչ։ Իհարկե օգնում է եւ ես նկատել եմ, որ բոլոր հեծանիվորդները բարի են։ Կա այդպիսի բան։ Հեծանիվը այնպիսի մի միջոց է, որը զարգացնում է ոչ միայն քո ֆիզիկական ուժը, դու նաեւ առողջ ես մտածում, դու առողջ ես ստեղ, դու առողջ ես ստեղ և կամքի ուժը իհարկե շատ մեծ նշանակություն ունի, որովհետև եթե դու չունես կամքի ուժ, դու չես բարձրանա հասարակ բան շատ թեթև սար ենթադրենք, հա։ Հիմա որ մենք ստեղ նստած ենք, զգում ենք մեր իսկական թերը մեր մոլորակի վրա, չէ։ Մենք էլ մասնիկ ենք, ես ամբողջ ջուր, սար, քամի, հայտ։ Քո կյանքը տենց ավելի հետաքրքիր է։ Իմ կյանքը ավելի արժեքավոր է։ Մենք ապրում ենք մի դարում, որի տեխնիկական զարգացման արագության պատճառով չենք էլ կարողանում գիտակցել, որ սեփական ձեռքերով վերացնում ենք մեր տունը, բնությունը։ Մենք պայքարում ենք որոշակի արգելքների հետ, որոնք գտնվում են բնության մեջ, բայց մենք կռիվ չենք տալու բնության հետ։ Էքստրեմալ սպորտաձևերը դրանով են տարբերվում սպորտի մյուս ուղղություններից, եթե կա մաքուր բնություն, կլինի նաև էքստրիմ։ Ուստի էքստրեմալների համար բնությունը դառնում է երկրորդ տունը եւ պահպանում են այնպես, ինչպես կպահեին սեփական տունը։ Եթե կարանք ստե մագցենք, ոչ որ արծիվի բնի մոտ մագցենք, փորձում ենք բնության ռիթմը չխախտել։ Այսինքն եթե դա արծիվի բուն կա իմաստ չունի, որտեվ կարա ասենք այդ բունը վնասենք կամ արծիվը շատ անհանգստանա ու մեզ անհանգստացնի։ Դրա համար պետք չի խանգարել բնության այդ նորմալ ռիթմը, նորմալ ընթացքը։ Եթե ոչ թե վախենում ես, այլ սիրում ես, դու զգում ես, որ դու մասնիկ ես այդ բնությանը, դա շատ է օգնում։ Դու հասկանում ես, ոչ թե դիմադրում ես, պայքարում ես, դու բնության հունով ես գնում։ Բաժակդ բեր, սարքեմ ընկեր, մենք նույն ճամփով ենք քայլելու, մենք նույն լեռներն ենք բարձրանում և նույն կյանքով ենք ապրելու։ Բաժակդ բեր, զարկեմ ընկեր, մենք մեր կենացն ենք խմելու, կարմիր արյանը մեջ թաթախված, մերին երգերն ենք երգելու։ Բաժակդ բեր, ավագ ընկեր, մենք քո կենացն ենք խմելու, այս ազգը որ փնտրում է դեռ, քո հետքերով է գտնելու։ Քո հետքերով նոր ճանապարհ, քո խոսքերով ճշմարտություն, մեր սեր այս ազգի պայքար, պայքարը որ կծնի ազատություն ու սեր, արդարություն անստվեր։ Լսած կլինեք, ասում են մարդը ճանապարհ գնալիս է բացահայտվում։ Էքստրեմալները բազմաթիվ բարդ ու երկար ճանապարհներով փորձված մարդիկ են։ Մեր մոտ մարդիկ կան, որոնք 70 տարեկանի կարգ են։ Սկսեցա ես 14 տարեկան։ Չեմ մտաբերում, բայց կարող եմ ասել, որ տարեկան անցնում եմ 3000 կիլոմետր։ Շատ լավ, դուք քանի տարի եք զբաղվում եք հեծանվային սպորտով։
Ես 12 տարեկանից։ Գիտեք, շատ մարդիկ կան, որոնք ցանկություն ունեն հեծանիվ քշելու, բայց ցավոք այդ մենտալիտետը առայժմ խեղտած է պահում, բայց բավականին մարդիկ արդեն իսկ նստել են հեծանիվներ, շատերն են գալիս մեզ մոտ, նրանք հասկացել են նրա ուժը, նրա առողջական հզորությունը, առողջ ապրելակերպը շատ լավ միջոց է հեծանիվը։ Գալիս են, շատ մարդիկ են գալիս եւ ես կարծում եմ կգա մի ժամանակ, որ մարդիկ մեքենաներից գուղակի կնստեն հեծանիվներ։ Հիմնական նպատակը դա մասսայականությունն է, որ մեր բոլոր երեխաները հնարավորություն ունեն հնարի մարզաձևով զբաղվել։ Դա է հիմնական նպատակը։ Հետո արդեն մասսայականության հետևանքով, գիտեք, միշտ սպորտը այդպես է, մասսայականություն եթե կա, ծնվում են արդեն նրանց մեջից եղնալի սպորտսմեններ, մենք արդեն այդպիսի մարզիկներ ունենք։ Ամենակարևորը այն է, որ կա մեծ ցանկություն եւ ամենակարևորը կարծում եմ նվիրյալներն են, որոնք շատ դեպքերում չեն նայում ոչ մի դժվարության եւ փորձում են ստեղծել նման կուռ թիմ, մեծ թիմ, համախմբված, ողջունելի է, շատ ողջունելի եւ կարծում եմ, որ դեռ մեծ անելիք ունենք այս ուղղությամբ։ Որպեսզի բոլորը միասին նվաճեն հաղթանակի նոր գագաթներ, հնարավորություն տան բոլոր այն մարդկանց, ովքեր երազել են լինել էքստրիմի գունեղ աշխարհում, միանալ իրենց, այսինքն հայ էքստրիմին։ Ինչպես ասում են, միայնակ մարդը դաշտում զինվոր չէ։ Մենք միայնակ չենք, մենք շատ ենք, մենք թիմ ենք, մենք ուժեղ ենք։ Այս ուղղությամբ մասնավորի աշխատանք, այսինքն անհատների աշխատանքը շատ կարևոր է եւ նվիրյալներն են, որ ասենք ստեղ լուրջ անելիք են արել, արդեն գործ են արել մի քանի տարիների ընթացքում, բայց ես կարծում եմ ոլորտը շատ մեծ տեղ ունի դեռ աճելու, շատ մեծ տեղ ունի, օրինակ շատ երկրներում նման կարգի մարզաձև ասեմ, զբաղմունք ասեմ, հետաքրքրություն ասեմ, որովհետեւ ինքը բոլոր ֆորմատների մեջ տեղավորվում է, շատ մեծ հեղինակություն են վայելում եւ մեծ դիրքերի են հասել։ Յուրաքանչյուր բիզնես կամ սպորտային դպրոցում ձեզ կասեն առաջին 7 պարտադիր հատկանիշները, որոնք պետք է ունենալ, որպեսզի հասնես քո նպատակին։ Դրանք են. առաջինը՝ նպատակայնություն, անկախ շաբաթվա օրից, օրվա ժամից, տրամադրությունից, լիարժեք տրվել հաղթանակի գաղափարին եւ երբեք հետ չկանգնել ճանապարհից։ Դուք մնացեք մեզ հետ մենք դեռ պետք է գագաթ հասնենք։ Երկրորդ՝ արդյունավետություն։ Ցանկացած գործունեություն պետք է պտուղներ տա, որոնցով բավարարված կլինի իրենց ստեղծողը։ Հիմնական նպատակը դա է, որ մեր բոլոր երեխաները հնարավորություն ունեն հնարի մարզաձևով զբաղվել։ Երրորդ՝ օպտիմիզմ, չբողոքել հանգամանքներից։ Երբեք չխղճալ ինքդ քեզ, այլ փնտրել լուծման նոր ճանապարհներ։ Դրոշակները խառնել եմ իրար, ավելին ճաղավոր է։ Հիշեք, ցանկացած իրավիճակ ունի առնվազն 2 լուծում։ Չորրորդ՝ նախաձեռնողականություն։ Երբեք չվախենաք անել այն, ինչը ձեզնից առաջ ոչ ոք չի արել։ Հինգերորդ՝ կամք։ Երբ աշխարհը չափից դուրս բարձր պահանջներ է ներկայացնում, ու թվում է, թե մի փոքր էլ եւ հետ կկանգնես երազանքից, օգնության է գալիս կամքը։ Էքստրեմալ զբաղմունքները ու սպորտաձևերը իհարկե օգնում են շատ մարդկանց ուղղակի ավելի վստահ զգալ այս կյանքում։ 6-րդ՝ բանականություն, միտք։ Ձեռք բերել բնությունը ճանաչելու գիտելիքներ, որպեսզի կարողանաս գնահատել աշխարհը, երևույթների իրական արժեքը։ 7-րդ՝ ակտիվություն։ Կյանքում քայլելու միակ ճանապարհը պետք է լինի կատարելագործվելու կարողությունը, միշտ նոր որոշումներ, միշտ թարմ լուծումներ, միշտ փայլ աչքերում։ Դու քեզ լավ ես զգում, դու քեզ վստահ ես զգում եւ եթե դու ես քեզ վստահ զգում, ուրեմն շրջապատը եւս։ Այս 7 օրենքը հաջողության հասնելու աքսիոմներ են եւ սրանց կատարելապես տիրապետում են բոլոր էքստրեմալները, այլ տարբերակ չկա։ Էքստրիմը հանդուրժում է միայն հաղթողներին։ Իսկ թե ինչ ճանապարհներով են էքստրեմալները հասնում նման արդյունքների, դուք կիմանաք մեր հետագա հաղորդումներից։ Դիտեք հայ էքստրիմը, սիրեք հայ էքստրիմը եւ հաղթանակների հասնելու ամենակարճ ճանապարհները կբացահայտվեն ակամայից։